Պարոն նախագահ, Ռոման Դանիելյան, Հայկական համալսարանի 4-րդ հոսքի շրջանավարտ, մասնագիտությամբ վիրաբույժ, նախորդ հարցերը շարունակելով, ըստ ձեզ, պարոն նախագահ, որոնք են այն անհրաժեշտ ինստիտուտները, որոնք կապահովեն հասարակության մոբիլիզացիան անհրաժեշտ ազգային իշխանափոխությունը հաջող իրագործելու համար։ Դե ես դրանց շատ բան տենց չեմ կարող ավելացնել, տարբեր ինստիտուտներ եւ այլն։ Իմ կարծիքով դրանք քաղաքական ուժերն են, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակություններ եւ միգուցե ես սխալվում եմ, բայց ես համարում եմ, որ նաեւ իհարկե այդտեղ իրավապահ համակարգներ մեծ դերակատարություն։ Այդտեղ ինստիտուտների դերն է ամենակարևորը, այլ ճիշտ ախտորոշումն է ամենակարևորը։ Ո՞րն է նպատակը։ Մենք պետք է հասկանանք։ Շատ կոպիտ բան պետք է ասեմ, բայց խնդրում եմ ընդունեք ներողամտությամբ։ Հիմա ո՞րն է մեր նպատակը, իշխանափոխություն անելը, թե կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։ Սա շատ կարևոր հարց է, չէ՞։ Հիմա եթե մենք ունենք կայացած ինստիտուտներ, եւ այդ ինստիտուտները կարող եք ասել, բայց այդ ինստիտուտները այդպես չեն կայանա, կայացած չեն լինի, ու որոշեմ, որ ախր պետք է ամեն ինչը հերթով, շարքով, շնորհքով լինի, սպասենք ընտրություններին, գնանք ընտրություններով, կտեսնենք եւ այլն եւ այլն եւ այլն, էլի։ Ասածս հետեւյալն է, որ կայացած ես համարում եմ այն ինստիտուտները, որոնք ճիշտ որոշումներ են կայացնում, բայց այդ որոշումները կայացնում են ոչ թե ելնելով, բայց ամիս մեզ կֆինանսավորեն, թե չեն ֆինանսավորի, այլ երկրի շահերից։ Ես ինստիտուտ համարում եմ այն կառույցը, որ գործում է երկրի շահերից։ Այն մնացածները, այսինքն եթե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի տեսնում, ես օրինակի համար եմ ասում, կոնկրետ դեպքի բան, չի տեսնում մարդու իրավունքների կոպիտ խախտում, ապա ո՞ւմ է պետք է այդպիսի ինստիտուտը։ Ես չեմ ասում մենք ամենաամբոստն ենք, մենք չգիտեմ ամենայնն, բայց մենք ինչ անում ենք, մենք ելնում ենք մեր երկրի շահերից։ Տեսեք, մի քանի օր առաջ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը հայտարարություն ընդունեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ընդհանրապես Հայաստանի իրավիճակի մասին։ Մենք այդ ընտանիքի անդամ ենք եւ ելնելով զուտ կուսակցական շահից կամ անձնական շահից կարող էինք ականջի կողմով բաց թողնել, մեզ դնել չիմացողի տեղ եւ այդպես կանցներ խնդիրներ չէինք ունենա։ Բայց մենք հայտարարություն արեցինք, շատ կոշտ ու կոպիտ հայտարարություն արեցինք, ասելով, որ մենք ձեզ հետ համաձայն չենք, դուք ճիշտ չեք այս հարցում, մեր երկրում այդ վիճակը չի։ Այսպիսի կառույցներ են պետք։ Հիմա գիտեք, ում էլ հարցնեք, ասելով, որ մենք գործում ենք մեր երկրի շահից, բայց ամեն ինչը բանի վրա չպետք է հենված լինի, խոսելու վրա չպետք է լինի, գործողության վրա պետք է հենված լինի։ Պես է ուզում ասել, բայց այդ բոլոր ինստիտուտների հիմքը, նորից եմ ասում, հասարակությունում, թշնամության, թշնամաբար տրամադրվածների, տրամադրված խմբերի միջև հակամարտությունը նվազեցնելը։ Բայց այսօր հակառակն է տեղի ունենում, տեսեք էլի, ինչ անում, սևեր, սպիտակներ, չգիտեմ, մախկիններ, ներկաներ, հարուստներ, աղքատներ, թալանչիներ եւ ազնիվներ։ Դե, ինչ ասեմ, լեզուն նրա համար չի էլի, որ մենակ ինչ ուզես ասես։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Եվա Վարդանյան, Հայկական